չի կարա դեղ անտիբիոտիկներ օգտագործված լինի ու տանենք Եվրոպա ու փաստի առաջ կանգնենք։ Ոչ մի դեղ չկա։ Դեղ մենակ ես եմ խմում, բիո կերեր եմ ստանում, թանկ կերեր։ Կերը բնական, միջավայրը մաքուր ու էսթետիկ, ձուկը բարձրաճաշակ չեն կատակում ձկնարտադրությամբ զբաղվող հայկական ընկերությունների ղեկավարները։ Ծանոթ են եվրոպական ստանդարտներին, պահանջներին չեն զիջում, ավելին։ Պահանջներից մի բան էլ ավել է։ Երգել ենք երկու իրանց համար, երաժշտություն էլ ենք միացնում։ Ես անձամբ այցելել եմ նաև տնտեսվարողներին, տարբեր մարզերում հանդիպել եմ, տեսել եմ իրենց տնտեսությունները եւ իրականում այո, Հայաստանում կան այդպիսի ձկնամթերք արտադրողներ, որոնք որ համապատասխանում են Եվրամիության պահանջներին։ 17 տարեկան Բելուգան այս սակավ ջրերում իրեն լավ է զգում։ Ռուսաստան չի գնացել, Եվրոպա հասնելու ցանկություն չունի։ Կեսկատակ կեսլուրջ նկարագրում է Արթուր Հակոբյանը։ Պատմում է, իր փոքր տնտեսությունում ապահովում է բոլոր պայմանները, որ էկոլոգիապես մաքուր ձուկ աճեցնի ձկնկիթ ստանա։ Հասցնում է արտադրանքը իրացնել։ Ներկայում Վրաստան էլ է արտահանում, Ղազախստան էլ։ Հետաքրքրված է բոլոր շուկաներով։ 30 տարի է զբաղվում է ձկնարտադրությամբ։ Չի հիշում, թե իր համար երբ են բացվել Ռուսաստանի դռները։ Իմ համար փակ չի եղել։ Մենք էլ ենք ուղարկել մի քանի անգամ, բայց հիմնականում մեր իքրայի արտադրությունն է, որտեղ փուչուր տնտեսությունն է անպայման Եվրոպա ուզում ենք, մեր քիչ քանակ է։ Մի երեխա ունենք Եվրոպայել ապրում ենք, ուղարկենք կվաճառեն։ Ես Եվրոպայում տեսել եմ ձկնաբուծարաններ, անենց չի որ իրանց ձկնաբուծարանները մերենից լավն է, ոչ իրանց ջուրն է մեր ջրից լավը, ոչ իրանք են ավելի շատ չարչարվում, քան թե մենք։ Հիմնականում վաճառում ենք 50%, 55-60%-ը տեղական շուկայում, արտադրության 35-40%-ը վաճառել ենք Ռուսաստանի Դաշնությունում։ Մինչև հունիսի դրությամբ։ Հունիսից հետո հիմա փորձում ենք այլ շուկաներ գտնենք։ Մայիս ամսից մինչև փակվելը մենք արդեն Վրաստան արտահանումներ ունենք, շատ փոքր ծավալներով, բայց հունիսին էլ արդեն շարունակական բնույթ կրեց։ Ինտերակվա ընկերության արտադրական ծավալները հասնում են 1100 տոննայի։ Շուկայում լայն ներկայացվածություն ունեն, բայց զգալի մասն էլ Ռուսաստան էր գնում։ Նման ծավալների դեպքում չեն պատրաստվում ձեռքերը ծալած նստել։ Անհրաժեշտ բոլոր քայլերն արել են։ Շուկայի ուսումնասիրություններից մինչև Եվրոպայում էքսպոների մասնակցություն, առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում գրանցման հայտի ներկայացում։ Մասնակցել ենք ապրիլ ամսին Բարսելոնում միջազգային մեծ էքսպոին։ Այնտեղ սենց ասեմ, մեր արտադրանքը ոչ թե զիջում է, այլ նույնիսկ գերազանցում է եվրոպական արտադրանքներին ու եթե այս թույլտվությունը լինի, անձամբ մեր ընկերությունը արդեն մի քանի լավ կազմակերպությունների հետ նախնական համաձայնություն ենք ձեռք բերել, մենք վստահաբար Սև խավիարի մասով արտահանումը միանգամից մենք իրականացնելու ենք։ Հայկական ձկնարտադրող 5 ընկերություններից մեկն է, որ Եվրամիություն արտահանման հնարավորության մասին լսելուն պես ԵՄ առևտրի վերահսկման եւ փորձագիտական կամ թրեսիս համակարգում գրանցվելու հայտ է ներկայացրել։ Սա եվրոպական շուկա մուտք գործելու կարևորագույն քայլերից է։ Իսկ այն իր դռները Հայաստանի առջև բացել է 2025-ի մարտից, երբ ուժի մեջ մտավ Եվրամիություն ձուկ եւ ձկնամթերք արտահանելու թույլտվությունը։ Թվում էր արդեն իսկ այս ժամանակահատվածում պետք է որ Հայաստանից ձկնամթերքի արտահանում տեղի ունեցած լիներ, սակայն պարզվում է կան ընթացակարգեր, առանց որոնց հնարավոր չէ դուրս գալ Եվրոպա։ Հայաստանն այդ ճանապարհն անցնում է քայլ առ քայլ, բայց վստահ, արդյոք չի հապաղում։ Այդ հարցը անընդհատ լսում ենք, որ 1 տարի առաջ թույլտվությունը կա, մինչև օրս արտահանում չի իրականացվում։ Հայաստանում մեր իրավական ամբողջ համակարգը շատ ավելի բարդ է։ Լիազորող նորմը պետք է այնքան ընդարձակ լինի, օրինակ էկոնոմիկայի նախարարության տրված լինի, որպեսզի էկոնոմիկայի նախարարությամբ ավելի հեշտորեն մոտենա կառավարության որոշումներ առաջարկի կամ եթե անհրաժեշտ է, կամ հենց բուն, եթե մենք խոսում ենք տվյալ պարագայում, ՍԱՏՄ-ի ներքին կանոնակարգերով սահմանվեր եւ ավելի պարզեցված եղանակով իրականացվեր, պարզը ավելի կարճ ժամանակում։ Օրենսդրական փոփոխությունը շատ ավելի երկարատև է։ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 7-8 տարի առաջ հայտ էր ներկայացրել, որպեսզի մեր տնտեսվարողները, արտադրողները, վերամշակողները ուղղակի պահում իրականացնող կազմակերպությունները կարողանան Եվրոպական միության երկրներ արտահանեն ձուկ կամ ձկնամթերք, պետք է գրանցված լինեն Եվրոպական միության առևտրի վերահսկման եւ փորձագիտական համակարգում, այլ կերպ ասած թրեսիս համակարգում։ Նախ պետք է օրենքում սահմանվեր լիազորող նորմ, որպեսզի կառավարությանը լիազորեն համապատասխան իրավական ակտերը մշակելու ընթացակարգը, թե ինչպես պիտի տնտեսվարողները դիմեն, ով է հանդիսանում ոլորտի լիազոր մարմինը եւ վերջապես
պահանջները Եվրոպական միության, որպեսզի համապատասխանեն տվյալ պահանջներին։ Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական փաթեթը ներառում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման երկու նախագիծ։ Օրենքի եւ կառավարության որոշումների համատեղ ընդունմամբ կձևավորվի դեպի Եվրոպական միություն ձկան եւ ձկնամթերքի արտահանման համար անհրաժեշտ ամբողջական իրավական հիմքը։ Այս արդյունքը ձեռք է բերվել էկոնոմիկայի նախարարության, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի եւ Եվրոպական միության ֆինանսավորմամբ միջազգային առևտրի կենտրոնի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Էկոնոմիկայի նախարարությունը ՍԱՏՄ-ի եւ ինչպես նշեցի այս ծրագրի աջակցությամբ մշակել է այդ պահանջները ի դրաֆտում որպես ուրեմն նախագիծ հրապարակված են եղել, բայց տնտեսվարողների կողմից այդքան հետաքրքրություն նախագիծը չի ունեցել եւ ոչ մի արձագանք չեն եղել։ Տարածում ենք հնարավոր բոլոր ուղիներով, որպեսզի մինչեւ անգամ այդ կառավարության որոշումների ուժի մեջ մտնելը արդեն տնտեսվարողները ծանոթ լինեն, թե ինչ պահանջներին պետք է իրենք բավարարեն։ Եվ պահանջները իրենք սահմանված են ամբողջ ոնց որ ծաղկակահարված Եվրամիության կանոնակարգերից եւ այդ կանոնակարգերում սահմանվում են օրինակ վերցնենք սննդի արտադրություններին ներկայացվող պահանջներ, դրանց տարածքներին, պահման եղանակներին, սառնարանային տնտեսություններին, սարքավորումանը եւ այլն, եւ նաեւ կան պահանջներ տրանսպորտին, ստանդարտներին եւ այլն։ Օրենսդրական ամբողջ փաթեթի պատրաստ լինելը կնշանակի, որ պետությունն արդեն իսկ պատրաստ է։ Հաջորդիվ գնդակը տնտեսվարողների դաշտում է։ Ըստ արդեն իսկ ազգային ժողովում ընդունված օրենքի լիազոր մարմին է սահմանվել սննդի անվտանգության տեսչական մարմինը, որն էլ տնտեսվարողի պայմանների ստուգում է իրականացնում եւ դրական դիրքորոշման դեպքում հայտը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը։ Կարևոր է նշել, որ ստուգումները Հայաստանի Հանրապետության ստուգումների կազմակերպման եւ իրականացման օրենքի շրջանակից դուրս են, քանի որ ոչ թե հերթական, պլանային կամ վերահսկողական ստուգումներ են դրանք, այլ ուղիղ ստուգումներ են Եվրոպական միության պահանջների համապատասխանությունը ստուգելու համար։ Այսինքն, այս պահանջները պիտի սահմանի կառավարությունը, որոնք ուղիղ բխում են Եվրոպական միության կանոնակարգերից։ Այստեղ ինչն է կարևոր, որ Եվրոպական հանձնաժողովը ուղարկել է իր տեսուչներին Հայաստան, նրանք ուսումնասիրություններ են կատարել, երկիրը Հայաստանի Հանրապետությունը ամեն տարի իրականացրել է մոնիտորինգ այս ոլորտի, դրա շնորհիվ է, որ Եվրոպական հանձնաժողովը ճանաչել է Հայաստանին որպես համապատասխանող, բայց երկիրը մեկ բան է, որ թույլտվություն է ստացել, նաև պետք է թույլտվություն ստանան ամեն անհատապես յուրաքանչյուր արտադրող։ Արտահանումը կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, որոնք կհամապատասխանեն ԵՄ սահմանված պահանջներին եւ կստանան համապատասխան հաստատում։ Այդ նպատակով Եվրոպական միության ֆինանսավորմամբ առևտրի միջազգային կենտրոնը մշակել է ԵՄ պահանջներին համապատասխան ինքնագնահատման հարցաշար, որի միջոցով հնարավոր կլինի գնահատել կազմակերպության պատրաստվածությունը, բացահայտել առկա բացերը եւ նախապես ձեռնարկել անհրաժեշտ բարելավման քայլերը, մինչեւ պաշտոնական գնահատման գործընթացը։ Մենք խոսում ենք բուն ձկնամթերքին հենց այս տվյալ տեսակի արտադրանքի արտահանմանը եւ այստեղ որոշիչ փաստաթուղթը դա հենց առողջության սերտիֆիկատն է, դա է համարվում օրենսդրական պահանջը, առանց դրա Եվրամիության շուկա ոչ ոք չի կարող դուրս գալ եւ նորից ասում եմ, որ տնտեսվարողները եթե գտնում են գործընկեր ապա իրենց միայն պետքա այդ առողջության սերտիֆիկատը ստացան, իրենց գործընկերը արդեն կզբաղվի մյուս մնացած հարցերով։ Բայց եթե ուզում է տնտեսվարողը իրեն անվամբ շուկա դուրս գալ, դա երկար ճանապարհ է, դա 1 օր չի, 10 օր չի, 1 տարի չի, դա բավականին ճանապարհ պետք է անցնի։ Տեսեք, ինչն են հաշվի առնում մնացորդային նյութերի քանակություն ձկնամթերքում, անտիբիոտիկների քանակ, քիմիական նյութեր, պեստիցիդներ, անասնաբուժական դեղամիջոցներ, այսինքն գերազանցել են թույլատրելի սահմանները, թե ոչ։ Եթե չեն գերազանցել, ուրեմն համապատասխանում են տվյալ չափանիշներին։ Իհարկե, որակի չափանիշների մասով եւս կա պահանջներ, հաստ համակարգ ներդրված լինի ISO 22000, մեր տնտեսվարողների մեծ մասը ունեն այդ որակի ստանդարտները ներդրված համակարգերը։ Այսինքն թռեսիս համակարգում, եթե մենք գրանցվենք, դրանից հետո խասը համակարգն է, որը որ մի քիչ երկար ժամանակահատված է, հիմա մեր ընկերությունը դա ունի արած։ Հիմա մնաց այդ թռեսիսից հետո տեսնենք էլ ինչ ինստանցիաներ պետք է անցնենք, բայց սենց ասեմ, անցնելու ենք, գնանք առաջ։ Այս պահին կառավարությունը ճիշտ է, հիմա փոխհատուցում է անում ու շոշափելի փոխհատուցում է,
ուղղակի սենց ասեմ, սա միրգ բանջարեղեն չի, որ սեզոնային բնույթ կրի, 2 ամիս ծիրանա ու էլ չկա, սա ձուկ է, որը տարին 12 ամիս մենք արտադրում ենք։ Իսկ ձկնամթերքի արտահանման համար փոխհատուցումը շոշափելի են համարում տնտեսվարողները, որոնք այժմ հնարավորություն ունեն ապրանքը հանել վրացական, ղազախական, երբեմն էլ ամերիկյան շուկաներ։ Թարափի դեպքում աջակցությունը արտահանման կազմում է 1350 դրամ, իսկ իշխանի դեպքում կազմում է 1 կիլոգրամին 820 դրամ աջակցություն։ Արտահանման այո հնարավորություններ մեր տնտեսվարողները նախկինում էլ ունեին եւ Վրաստան էին կարողանում արտահանել, վերամշակված արտադրանքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այս պահին քննարկում է Կանադա արտահանելու հնարավորությունները։ Աջակցության ժամկետը սահմանափակ է, բայց երբ հնարավորություն ունենան Եվրոպական միություն արտահանել, կառավարությունը պատրաստակամ է վերանայել որոշումը, նշում է փոխնախարարը։ Ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների, ձկնամթերքի տարեկան արտադրանքը 2025-ին կազմել է 27000 տոննա, որից ավելի քան 11000 տոննան արտահանվել է, գրեթե 90%-ը Ռուսաստան, իսկ 2026 թվականի առաջին 4 ամսում արտահանումներ եղել են ինչպես Ռուսաստան, այնպես էլ Բելարուս, Վրաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ ու Միացյալ Նահանգներ։ Վստահություն ունեն, որ Եվրամիություն մուտք գործելու հայտ ներկայացրած ընկերությունների մեծ մասի ստուգումները դրական արդյունք կգրանցեն։ Վարդուհի Արզումանյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Արման Թովմասյան և Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակնորյալ լուրեր։